բանտում ունեցել եմ երկու հատ երեխա, այս կալանքիս ընթացքում։ Այն ժամանակվա կալանքը ուրիշ ա եղել, հիմիկ բան ուրիշ էր։ Հասկացել եմ ազատության գինը առաջինը, հասկացել եմ ճիշտ ապրելու ձևը, կարդացի Աստվածաշունչ ու բավականին բաներ պարզեցին մեջ, որ ես սխալ կյանքով եմ ապրել։ Շրջապատով կարանք ամեն ինչին մեղադրեն, բայց ամենաառաջին մեղավորը ես ինձ եմ համարում։ Վանիկ Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թվականի փետրվար ամսից մինչև հունվարի 5 ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից կատարել է 9 դրվագ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություններ, 4 դրվագ փաստաթղթերի գաղտնի հափշտակություններ, 1 դրվագ խարդախությամբ ուրիշի գույքի հափշտակություն, խախտել է բնակարանների անձեռմխելիությունը։ Վանիկը քրեակատարողական հիմնարկում է հայտնվել երկրորդ անգամ կրկին գողության համար։ Բանտը դաս տալիս է, բայց ինքը դասերը ուշքավեց։ Ծնվել եմ 1993 թվականին, ապրել եմ Երևանում, սովորել եմ դպրոցում մինչև 8-րդ դասարանը, հետո տենց գնացել եմ ծառայությունից վերադարձել եմ ու սկսվել է հալանավայրերի կյանքը։ Առաջին անգամ որ թվականին հայտնվեցիք բանտում։ 14 թվականին։ Ինչ էիք անել։ Գողության համար հայտնվել եմ բանտում, 4.5 տարի պատիժ եմ կրել, համաներումով ազատվել եմ, հետո 20 թվականին նորից մինչև հիմա նստած եմ։ Մենակ էիք պլանավորում գնալ գողության, ինչն էր դրդում, որ գնայի գողության, կարիքը չկար, չգիտեմ։ Դե կարիքը իր հերթին, բայց կարիքը այդքան էական դեր չէր խաղում, ինչքան իմ մտածելակերպը, կյանքին նայելու ձևը, գիտության պակաս է էլի։ Շրջապատը ուներ մեղքը, հա, մենակ էիք դուք, ընկերներ։ Չէ, եթե հիմա տենց նայենք շրջապատով կարանք ամեն ինչին մեղադրեն, բայց ամենաառաջին մեղավորը ես ինձ եմ համարում, որովհետև ես ունեմ ազատ կամք, ես եմ որոշումներ կայացնում, մնացածը արդեն հանգամանքներ են, որը որ կարամ հաշվի առնեմ, կարամ հաշվի չառնեմ։ Առաջ անգամ բնակարաններ, ինչ տարածք էիք մտել գողության։ Բնակարան է եղել, հա, բռնվել եմ։ Մենակ էիք։ Այո։ 2014 թվականին, որ հայտնվեցիք, համաներումով ազատ արձակվեցիք, բանտը էլի ձգտեցիք հայտնվել, դաս չեղավ առաջի անգամը։ Թե եթե դաս եղած լիներ, չէի հայտնվի, շատ բան ա փոխվել, այն ժամանակվա կալանքը ուրիշ ա եղել, հիմիկ բան ուրիշ էր, այն ժամանակ չի եղել հանրակրթական ծրագրեր, մտածելակերպս լրիվ ուրիշ ա եղել, դրա համար արդյունքը եղել է նորից հայտնվելը, չեմ հասկացել, էլի չեմ գնահատել ազատության։ Երկրորդ անգամ որ թվականն էր, որ էլի հայտնվեցիք բանտում։ 20 թվականին, նորից գողություն։ Շինություններ ա եղել, բայց դե գողություն ա եղել։ Աշխատանք չկար, կարիքներ դրդում։ Սխալ տրամաբանություն է ձևավորվել։ Տարբեր տեսանկյունից մարդ կարա նայի, ես ուրիշ տեսանկյունից էի նայում, որը որ հիմա հասկանում եմ սխալ է։ Մի փոքր բանտի կյանքը կպատմեք, ինչ է հիմա ձեզ համար բանտը։ Քանի տարի որ արդեն այստեղ եք։ Արդեն շուրջ 6 տարի է գտնվում եմ 2020 թվականից Կալանավայրում։ Բանտը ինձի շատ բան է սովորացրել, այս անգամ հասկացել եմ ազատության գինը առաջինը, հասկացել եմ ճիշտ ապրելու ձևը, ու մի հատ պարզ օրինակ, որ ինչ ցանում ես, դա էլ հնձում ես։ Իսկ ինչ խլեց ձեզանից։ Մարդիկ ես դեպքից հետո հարազատներ, բարեկամներ, որ թողեցին, ձեզ հրաժարվեցին ձեզնից, ձեզ մեղադրեցին, չցեցին ձեզ հետ շփվել։ Չէ, որ ընկնում ես 100 հոգի sense որովհետեւ պատվաստ են քայլեն։ Այդպիսի դեպքեր ճիշտը որ ասեմ լսել եմ, բայց փառք Աստծուն իմ հետ այդպես դեպք չի կատարվել։ Ես բանտում ունեցել եմ երկու հատ երեխա, այս կալանքիս ընթացքում։ Առաջին անգամ որ դուրս եկաք, հասցեցիք ընտանիք կազմել։ Չէ, ընտանիք չեմ կազմել առաջին անգամ որ դուրս եմ եկել, այս անգամ որ բռնվել եմ 2 ամիս առաջ եմ ընտանիք կազմել, բռնվելուց ես։ Այդ ժամանակ արդեն գտնվել եմ հետախուզության մեջ։ Հենց։ Ինչքան ժամանակ հետախուզման մեջ էի գտնում։ Շուրջ 1 տարի։ Փնտրում էին ձեզ։ Այո։
հասկացաք, որ թաքնվելով ապրել չի լինի, մի Չէ, փոքր չեմ հասկացել, վաղ չեմ ստի, ինձ բռնել են, ոչ թե ես եմ հանձնվել, չեմ հասկացել, հետո արդեն ընտանիք կազմելուց հետո բռնվել էի, դեն շատ ծանր էի տանում, չէի կարում հարմարվեի, տենց հարցեր էր առաջանում իմ մեջ, ես էլ ինքնաբերաբար Աստծուն էի հարցնում, խի, հետո տենց իմ մեջ ներքին մղում առաջացավ Աստվածաշունչ կարդալու, կարդացի Աստվածաշունչ ու շատ բավականին բաներ պարզեցի իմ մեջ, որ ես սխալ կյանքով եմ ապրել ու նորմալ է էլի, որ ես հիմա հայտնվել եմ բանտում, սկսվել է վերափոխման ընթացքը էլի, արդեն հասկացել եմ իրերին տարբեր ձևի եմ նայել։ երկու բալիկ Այո։ իրենց ծնունդը չեք տեսել։ Չէ, ցավոք սրտի չեմ տեսել, բայց Ինչ զգացողություններ ուզում եմ բաներ։ շատ լավ։ Հիանալի զգացողություններ, որ տենց զգացողություն չեմ ունեցել էլի, աննկարագրելի։ Բայց որ իրենց չէիք անձամբ գնացել, իրենց հիվանդանոցին դիմավորել, կար ներսը ձեր կռիվելի։ Բնականաբար կար, բայց դե հիմա ունենք այն ինչ ունենք, ես ոչ մի բան չէի կարա փոխեի, համակերպվել եմ, մանավանդ որ ես հասկանում եմ, որ իմ սխալի արդյունքում է այդ ամեն ինչը եղել, ճիշտ է մի քիչ ծանր եմ տարել, բայց դե Տղաներ են երկուսը։ հա, երկուսն են տղա են։ Ինչ կսովորեցնեք օրինակ իրենց։ Ամենակարևոր բանը ես իրենց կսովորացնեմ, ամենաառաջինը ճանաչել Աստծուն, արդեն մնացածը ինքնաբերաբար ճիշտ կընթանա։ Դուք բանտում վերագտաք Աստծուն վանիկ թե։ Այո, ես առաջին անգամ կարդացել եմ Աստվածաշունչ 2020 թվականին, որ բռնվել եմ, երևի մի 20 օր հետո։ Մինչ այդ չեք հավատացել Աստծուն։ Հավատացել եմ, բայց հավատալ ասելով, ասենք, դու կարաս հավատաս քո մեջ քո իմացած Աստծուն, ոչ թե իրական Աստծուն։ Հավատալը մի քիչ լայն հասկացողություն ունի էլի։ Փոքր օրը պատմես ոնց է սկսում, ինչ ես անում բանտում, 5 տարի այստեղ ես։ Դե դատապարտելի կարգավիճակ ստանալուց հետո ես արդեն ընդգրկվել եմ ուսումնական ծրագրերին, առավոտ արտանում ենք, լվացվում ենք, սուրճ ենք խմում, ժամը 10-20 սկսվում է դասընթացները, գալիս ենք դասընթացներին, ժամը 1-ին գնում ենք ընդմիջում, ժամը 2-ից էլի սկսվում է, մինչև ժամը 6-ը։ Այդտենց օրը հագեցած անցնում է, շատ հետաքրքիր դասընթացներ կան։ Ես շատ դասընթացների եմ մասնակցել, սկզբից մասնակցել եմ հանրակրթական ծրագրին, քանի որ ավարտել էի 8-ը, ստեղ ասացին, որ հնարավորություն կա 10-ն էլ այստեղից սովորել, հետո քննություն տալ եւ ստանալ ատեստատ, ես դրան մասնակցել եմ, տվել եմ քննությունները, գրեթե 6 ամիս առաջ արդեն ատեստատ եմ ստացել, հիմա ունեմ 10-ի ատեստատ։ Ներկապային մասնակցում եմ թատերական դասընթացներին, ծրագրավորման դասընթացներին, շախմատի դասընթացներին, միջոցառումներ ենք կազմակերպում, մասնակցում, միջոցառումներին եմ մասնակցում։ Օրը հագեցած անցնում է։ Բանտը դժոխք չի։ Դե դժոխքը որ մարդու մեջ է ալնում, եթե խոսքի դու ամեն կարաս լինես պալատում, բայց դժոխքի մեջ, եթե դու քո մեջ փակվում ես, դի իմ համար, իմ տեսանկյունից մարդը այդքան էլ ճիշտ է, կապ ունի որտեղ ես, ընտանիքից հեռու ես, մոտիկ ես, բայց դրախտում դժոխքը քո մեջից է սկսվում, իմ տեսանկյունով։ Դե որ հետ գնանք, ամենաառաջինը կփոխեի մտածելակերպը, շուտ կկարդայի Աստվածաշունչ, ուրիշ ձև կնայի։ Ինչ մեկը խորհուրդ տվեց Աստվածաշունչ կարդալ խցակից։ Չէ, ներքին մղում էր, այտենց խորհուրդ։ Ինձ երեխա վախտանից իմ ծնողները ասել են կարդա, բայց չեմ լսել։ Խորհուրդ տվողներ եղել են, բայց չէ, ներքին մղում եմ ունեցել, այտենց կարդացել եմ։ Բանի որ առաջ անգամ մտալ բադ, ինչ զգացողություններ էլի, բոլորը միշտ տենց դրսից տենց են նայում։ Իրականում անկեղծ պետք է ասեմ, ես էլ եմ դրսից տենց նայում, միջև որ երբ լսում եմ ինչ-որ մեկին կանանավորում են տանել են, այդ զգացողությունը անտանելի է։ Այդ մուտքը էլի, ինչ հետ է կատարվեց։ Կլինեմ անկեղծ առաջ այս պատիժս կրելու ընթացքում որ մտել եմ բանտ, ընդհանրապես այդ թեմայով չեմ մտածել, որովհետև շատ մտածելու բաներ ունեի, ոնց որ մի քիչ առաջ ասացի նոր էի ամուսնացել,
այդտենց շատ խնդիրներ կար, բայց Աստծուն փառք սա հանգավ իր տեղը հուսով եմ լավ արվելու։ Այդ գողություն չեք անում։ Չէ, միանշանակ է դի արդեն եսի եթե դրանից հետո դի գողություն անեմ, ասենք ես իմ ապրելու իմաստը չեմ տենում ասեմ։ Իսկ քո հասակակից երիտասարդներին ինչ խորհուրդ կտաս։ Բավականին երիտասարդ տարիքում, որում երկու անգամ հայտ։ Բոլորին խորհուրդ կտամ կարդան Աստվածաշունչ ու իրանց մեջ գտնեն Աստծո ներկայությունը։ Ինչքան ժամանակ է մնացել, որ հայտնվեք ազատության մեջ։ 1 տարի 10 ամիս։ Կան պլաններ, առաջի քայլը ինչ եք անելու։ Այո, իհարկե։ Առաջի քայլը պետք է մկրտվեմ, հետ եմ որոշել ու սկսեմ երեխեքին դաստիարակել, մեծացնել։ Այստեղի կրթությունը դրսում հնարավորություն կլինի կօգտագործեք։ Կարծում եմ, որ այո։ Կրթությունը նենց բան է, որ ամենտեղ կարա պետք գալ ու պետք է գալիս։ Գիտելիքը միշտ է պետք գալիս ամեն բնակավարում, եթե հենց կոնկրետ աշխատանքային ապահովել չէ, կյանքի փորձի մեջ էլ է պետք գալիս, սկսում ես ճիշտ մտածել, ճիշտ դատողություններ անել, քայլերի թերթականությունը ճիշտ դասավորել, եթե պատժողական չի քաղաքականությունը, բանտային, եթե մարդկանց ուզում են ոչ թե պատժեն, այլ վերանայեն, դի ամենաառաջի շեշտը դրվի կրթության վրա, որովհետև մարդը կրթվելով դուրս է գալիս այդ բանտից, իր ներսի սկսում է աշխարհը նայել ավելի ցիվիլ եւ հասկանալ ինչպես անել, որ ճիշտ լինի, էլի, այսինքն հասկանա իր սխալը ուղի եւ ընթանա ճիշտ ուղով։